Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ 3 ընտրադեղամասերու մեջ քվեարկություններու արդյունքները անվավեր ճանաչելու որոշումը չաստեր ընտրություններու արդյունքներուն վրա հետևաբար վերաքվեարկություն դեղի չունենար։ Հայաստանի մեջ խորհրդարանական ընտրությունները դեղի ունեցան 7 հունիսին կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր 2005 ընտրադեղամասերեն նախնական տվյալներու համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացավ ցայներու 49.825%, գործարար Սամվել Ղարաբեդյանի ուժեղ Հայաստան դաշինքը ստացավ 23.281%, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 9.934%, գործարար Գագիկ Ծառուկյանի Փառքավաճ Հայաստան կուսակցությունը ստացավ 3.996% եւ չի կարողացավ մտնել խորհրդարան։ Ուժեղ Հայաստան կուսակցություններու դաշինքը, Հայաստան կուսակցություններու դաշինքը, Փառքավաճ Հայաստան կուսակցություն, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը եւ ազգային ժողովրդական բևեր կուսակցությունը համատեղ հայտարարությամբ հանդես եկած են, որմով կարձանակրեն, թե ընտրություններու վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը եւ ընտրություններու ըստույք արդյունքները։ Նշած են, որ կպատրաստվին վիճարկել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը սահմանադրական դատարանեն ներս եւ սկսած փողոցային պայքար։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Զվարթնոց օտագայանի մեջ իրավաբանները թույլ չեն տված լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ավելի գանուխ Քոչարյանի գրասենյակեն հայտնած էին, որ ան 3 օրվան այցելությամբ կմեկնի Հայաստանեն, նշելով, որ այցելությունը կգրե անձնական բնույթ։ Օրեր առաջալ Փառքավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձած է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն Զվարթնոց օտագայանի մեջ իրավաբան մարմինները թույլ չեն տված, անոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված է։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան ողջունեց Ամերիկայի Միացյալ Նահանգներու եւ Իրանի միջև համաձայնագիրը խաղաղության շուրջ։ Այս մասին Հայաստանի վարչապետը նշած է X-ի հարթակին իր գրառման մեջ։ Ողջունենք Միացյալ Նահանգներու եւ Իրանի միջև համաձայնությունը։ Մենք բարձր կգնահատենք Պակիստանի, Քաթարի, Թուրքիո եւ այլոց միջնորդական ջանքերը, ընդգծած է Նիկոլ Փաշինյան։ Հայաստանի վարչապետը նաեւ հույս հայտնած է, որ այս նշանակալի զարգացումը պիտի հարթի ջամփան մերձավոր արևելքի մեջ համաբարփակ եւ երկարատև խաղաղության համար։ Միացյալ Նահանգներու եւ Իրանի միջև խաղաղության բանակցությունները ամփոփվեցան 14 հունիսին, իսկ համաձայնագիրը պիտի ստորագրվի Զվիցերիո մեջ 19 հունիսին։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Truth Social ընկերային ցանցի մեջ հայտարարեց, որ Իրանի հետ համաձայնագիրը ավարտված է։ Ան նաև հայտնած է Հորմուզի նեղուցին նավագնացությունը վերականգնելու եւ Իրանի դեմ գիրառված ծովային շրջափակումը վերացնելու մասին։ Կշնորհավորեմ բոլորին, ես կլիազորեմ Հորմուզի նեղուցի բացումը եւ Ամերիկայի զինված ուժերու կողմեն ծովային շրջափակման անհաբաղ վերացումը։ Թող քարյուղը հոսի, գրած է Թրամփ։ Տեհրան նույնպես հաստատած է պայմանավորվածություններու ձեռքբերումը, սակայն համաձայնագիրի տագության եւ պայմաններու վերաբերյալ մանրամասնություններ դեռ չեն հրապարակված։ Երկուշաբթի 15 հունիսին քիշերը ռուսական զորքերը անգամ եւս զանգվածային օտային հարված հասցուցած են Կիևին, իթիվս այլ թիրախներու հարված հասցված է Կիև Բեչորյան մայրավանքին, որ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Թկաչենկոն հայտնած է, որ մայրավանքի տարածքի մեջ խոշոր հրդեհ բռնկած է։ Հրապարակման բահուն զոհերու մասին հաղորդակցություններ չեն եղած, սակայն Կիևի քաղաքապետին խոսքով վիրավոր է առնվազն 19 անց։ Կիևի վրա ռուսական հարձակումի հետևանքով վնասված են մայրավանքի հյուսիսային հատվածի էլեկտրականության գիծերը։ Կլիչկոն հայտնած է, որ ադոր հետևանքով 140,000 բաժանորդ մնացած է առանց էլեկտրականության։ Ուկրաինայ նախագահ Վլադիմիր Զելենսկին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքին քննարկած է պատերազմին, ինչպես նաև թիվանակիտության եւ խաղաղության բանակցություններուն վերաբերող հարցեր հայտնել Reuters, հղում մնելով Զելենսկիի խորհրդական Դիմիտրի Լիտվինին։ Հեռախոսազրույցի ընթացքին Զելենսկին նաև շնորհավորած է նախագահ Թրամփը ծննդյան 80-ամյակին առիթով հայտարարած է, որ պիտի հանդիպի Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին հետ Ֆրանսայի Էվիան Լոպեն քաղաքի մեջ, ուր հունիս 15-ին 17-ը պիտի գայանա G7 կակատնաժողովը։ Սպիտակ տան ղեկավարի հետ հեռախոսազրույցեն հետո Զելենսկի տելեգրամյան ալիքին գրած է. «Ես նախագահին դեղեկացուցի մարտադաշտի մեջ վերջին զարգացումներուն եւ մեր թիրքերու ամրապնդման մասին, քննարկեցինք, թե ինչը կգրնա օգնել խաղաղության հաստատման։ Նաեւ համաձայնեցանք ավելին քննարկել G7 կակատնաժողովին մեր հանդիպման ժամանակ», գրած է Զելենսկի։
Միացյալ Նահանգներու եւ Ռուսաստանի առաջնորդներուն միջև այսօր դեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքին Դոնալդ Թրամփ հայտնած է, որ Ամերիկայի ներկայացուցիչները Ստիվ Ուիտկոֆ եւ Ջարեդ Կուշներ Ռուսաստան պիտի այցելեն, կփոխանցե Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակով։ Զրույցը դեված է մոտ 1 ժամ, կհաղորդվի, որ Ամերիկայի նախագահ Թրամփ Ռուսաստանի նախագահ Պուտինին ասաց է, որ Ուկրաինայում մեջ հագամարտության դադրեցումը գենսական նշանակություն ունի եւ որ անպատրաստ է օգնելու։ Երկու նախագահները խոսած են նաեւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Ամերիկայի ու Իրանի միջև նախապատրաստվող փոխըմբռնման հուշագիրի մասին։ Ուշակով ասաց է, որ Թրամփ Պուտինին հայտնած է, որ Իրանի հետ հագամարտության դադրեցման վերաբերյալ համաձայնագիրը գրեթե ավարտված է։ Կրեմլինի առաջնորդն ալկողունակություն հայտնած է, որ ռազմական գործողությունները պիտի դադրին։ Դոնալդ Թրամփը ասաց է, որ համաձայնությունը մոտ է եւ ինք հույս ունի, որ բարձ սակայն ի վերջո հաջողությամբ ավարտվող բանակցություններու արդյունքները շուտով կգրնան հրաբարակվիլ, ասաց է Ուշակով։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։